իրականում ես քննարկումը ես կոչեի նաղդի ու նիսիայի մասին։ Ասեմ ինչի։ Հիմա պարոն Սարգսյանը որ ասում է քվոտավորում, Հայկ Սարգսյանը այդ մոդելի հետ համաձայն է։ Այսինքն քվոտավորումը ընդունում է, որ քվոտավորումը։ Պարոն Սարգսյան, այստեղ շատ լավ է պարոն Սիմոնյանը իրավաբանական վարչության պետ։ Ինքը ես իրավաբանության տիտան չեմ, բայց պարզ տրամաբանությունը ինձ հուշում է։ Այս նախագիծը ձեր առաջարկով ատոմային ռումբա Հայաստանի Հանրապետության տակ, ու ասեմ ինչու։ Քվոտավորում դրեցիք։ Չէ, ատոմայինն է, քվոտավորում դրեցիք։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեգամ Մանուկյանը պատրաստ լինելով վճարել 24 միլիոն, չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ։ Ես դիմում եմ սահմանադրական դատարան, որովհետև այս օրենքով ասում է քաղաքացին կարա 24 միլիոն տա ու 1 ամիս ծառայի։ Առանց քվոտավորում է, երբ որ ես որպես քաղաքացի իրավունք եմ ունենալու դիմեմ սահմանադրական դատարան, ասելով, որ իմ հարևանը գույքային առավելություն ուներ ու կարացել է վճարի չծառայի, իսկ ես չունեմ։ Գույքով պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ խտրական իրավունք չկա։ Շատ լավ կլիներ, որ պարոն Պապիկյանը լիներ։ Կհիշեք, մի տարի առաջ այս դահլիճում ինքը մի հատ հետաքրքիր բան հայտարարեց։ Այս դորակոչի բանի հետ կապված, ասեց պատրաստվում է լյուստրացիայի ենթարկել։ Պատրաստվում է հրապարակել պետական պաշտոնեության մեջ կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնց զավակները ծառայությունից տարբեր զարտուղի պատճառներով, այլ երկրի քաղաքացիություն ընդունելու պատճառով ազատվել են ծառայությունից, բայց մինչև հիմա ցավոք սրտի դա չտեսանք։ Միջազգային կառավարության նիստում շատ հետաքրքիր երկխոսություն եղավ։ Պարոն մնաց 30 վայրկյան։ Արարատ Միրզոյանն ասում է, պարոն Պապիկյան, այս կեղծ գիտնականներից ազատվելու համար, ասում է, հա։ Այս կեղծ գիտնականներից մեկ Արարատ Միրզոյանի հետ 18 թվականից բոլոր պաշտոններին եղել է, Կոստանյան Վահանը։ 3 տարի համալսարանի արվելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան ընդունվեց, չծառայեց, որևէ գիտական հոդված չգրեց, չհրապարակեց, որևէ մինիմում չհանձնեց, որևէ քննություն չհանձնեց, վերջի պահին դիմում գրեց դուրս եկավ ասպիրանտուրայից, բայց էլի բանակ չգրած, ձևակերպեց պաշտպանության նախարարությունը առողջական պատճառներով։ Կոնկրետ հարց եմ տալիս։ Պաշտպանության նախարարությունը արդյոք ուսումնասիրել է եւ արդյոք ծառայությունը առաջիկա 1-2 տարում կրճատելու է 1.5 տարվա, արդյոք զինծառայողների, պարտադիր զինծառայողների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է կամ ծառայության 2 տարի ծառայության ավարտից հետո 1-1.5 միլիոն կամ 1.200.000 գումար պարտադիր զինծառայողներին բոլորին վճարվելու է, որտեղ այս նաղդի նիսյան որ ասեմ, որտեղ ամեն ինչի սիրուն խոսացիք, բայց թղթի վրա չկա։ Պարոն Մանուկյան, այս օրինագծի մեջ հատելով խնդրում եմ, էլի եկեք ոչ մի մարդու, չասենք ինքը հանցագործ է, ինքը հարդուղի ճանապարհով ազատվի։ Եթե չկա նման ապացույց, ոչ ձեր խմբակցության որևէ падգամավորի երեխայի, ոչ կառավարության, ոչ այլ մարդու երեխայի, եկեք նման պիտակավորում չտանք, որովհետև դա ուղիղ կեղծիք է, չէ՞ դուք ասում եք, ես իմիջ թղթեր արել, եկեք մարդուն պիտակավոր չեմ։ Ես ավելի խիստ առաջարկ Մարդը անմեղ այնքան ժամանակ, քանի Տիկին Պողոսյան, ես ավելի Պարոն Մանուկյան, ես ավելի խիստ առաջարկ անեմ այս տեսակետին, եթե կա տեղեկատվություն, պատկան մարմինները լսում են, անմիջապես գործեք, ում երեխան ուզում է լինի, շատ լավ, պարոն Մանուկյան, պարոն Մանուկյան, ձեր հարցը հիմա վերաբերում է, ես հասկացա, գումարներին, հա, 1.5 տարին, որ այս օրինակիցում չկա, և գումարներն էլ այս օրինակիցում չկա, սա այս քննարկման նյութից դուրս է, ինչն ենք հարցում։ Չէ, բայց մենք էլ ասում ենք, սա ուրիշ նախագիծ է, դա այլ կարող է լինի, հիմա այսօր քննարկում ենք ոչ թե 1.5 տարին և զինվորի աշխատավարձ, այլ քննարկում ենք լրիվ այլ բան, քվոտավորումը կա, հիմա քվոտավորում ասեք, հաստատենք դրանք առաջ։